Մենք ներևացող ենթագիտակցության մասին արդեն գիտենք, որ ծնված օրվանից ըստ մեր ստացած դաստիարակության, ըստ մեր էպիգենետիկայի ինչ-որ մի հատ ենթագիտակցության մակարդակ ենք ձևավորում, որը որ կյանքի ընթացքում մեզ օգնում կամ խանգարում է, շատ դեպքերում լինում է անգամ խանգարում է։ Այդպես մի հատ էլ անգիտակից մակարդակ ունենք, մենք բայց գիտակից, անգիտակից, որը որ պատասխանատու է օրինակի համար, ասենք մեր սրտի թրթիռների համար, չէ՞, որ մենք գիտակցաբար չենք բանանում ամեն անգամ այդ ուշադրությունը կենտրոնացնում սրտի վրա ու իրեն ասում կծկվի թող։ Շատ ուրիշ գիտակցություն այդ ամեն ինչը կառավարում է, արյան շրջանառություն, ասենք մեր շնչելու process-ը, այդ ցողունային բջիջների արտադրանք, ցողունային բջիջը կոնկրետ որ մարմնի հատված ուղարկի, ինչքան ուղարկի, ոնց որ ասենք ունենք պահեստապետ, ունենք ճարտարապետ, այդ ամեն ինչը կառավարվում է։ Մենք գիտակից չենք այդ երևույթի նկատմամբ, բայց այդ ամեն ինչը մեր մարմնում կառավարվում է։ Այս Ջո Դիսպենզան մեր այդ հայ բժիշկը կապ են ստեղծում արդեն մեր գիտակից մտքի, մեկ էլ այդ անգիտակից այդ գիտակցության մեջ։ Ու արդեն ոնց որ գիտակից հրաման կամ պահանջ կամ խնդրանք ես ուղարկում այդ անգիտակից գիտակցությանը, ոնց որ իրան խնդրում կամ հորդորում, որ կոնկրետ այս հատվածի վրա մի քիչ ավելի շատ աշխատի։ Ցանկացած կյանքի փուլում մենք ինչ-որ բաներին հրաշքներ ենք անվանում, ինչը որ հասկանում ենք այդ ամեն ինչը ոնց է աշխատում։ Ինձ թվում է այտենց էլի մի բանի մեջով ենք անցնում ու շատ շուտ մենք լրիվ կհասկանանք այս ամեն ինչը ոնց է աշխատում, ու ինքը հրաշք չի լինի, էլի կդառնա մեր առօրյան։